Սիրելիներս ողջույն, իմ շատ սիրելի բարեկամներ, սիրելի հայուհիներ, ինչպես եք թանկագիներս, քանի որ շարունակում եմ համեղ տորթերի շարքը, այսպես ասած, այսօր էլ պատրաստելու ենք տորթ Ռաֆայելո։ Այս տարբերակը ամենալավագույններից է, ամենահամեղներից է, հետաքրքիր խմոր է, մնացեք իմ հետ, որպեսզի դիտեք տեսանյութը ու պատրաստեք։ Ինչով է տարբերվում մնացած իմ բաղադրատոմսերից, որովհետև էլի ունեմ տորթ Ռաֆայելո, կդիտեք ու կհամոզվեք, որովհետև եւ պատրաստման ընթացքն է, եւ բաղադրիչները, եւ ամենակարևորը տորթի խմորի կառուցվածքն է։ Դե ինձ սիրելիներս, մնացեք իմ հետ եւ պատրաստենք միասին այս հրաշք տորթը։ Սիրելիներս, պատրաստում ենք տորթ Ռաֆայելոյի բիսկվիտը, ամենահամեղ ու հետաքրքիր խմորեղեններից է, գիտեք։ Ուրեմն օգտագործելու ենք 6 ձու, օգտագործելու ենք 150 գրամ շաքարավազ, օգտագործելու ենք 2 թեյ գդալ փխրեցուցիչ, 80 գրամ սովորական ալյուր եւ 150 գրամ նուշի ալյուր։ Նուշի ալյուրը ես ընդամենը նուշը բլենդերով մաղել եմ։ Դուք էլ կարող եք այդպես մաղել ու տեսեք ինչպես ասեմ, կազմվածք ունի, կարծես թե ալյուր չլինի, ուղղակի գեղեցիկ փշրված մակերես ունի եւ 50 մլ ձեթ ենք օգտագործելու։ Դե սկզբի համար հետաքրքիր բիսկվիտ ելնելու այն առումով, որ շատ քիչ ալյուրով ենք պատրաստում, բայց դրա փոխարեն օգտագործելու ենք նուշի ալյուր ու շատ համեղ է լինելու։ Սկսում ենք հարել ձուն շաքարավազի հետ, հետո արդեն քայլ առ քայլ ցույց կտամ։ Սիրելիներս, մի փոքրիկ հարելուց հետո ավելացնում ենք ձեթը ու նորից շարունակում ենք հարել։ Հարիչի գործը ավարտեցինք։ Ալյուրի վրա ավելացնում ենք փխրեցուցիչը եւ ավելացնում ենք խմորի վրա։ Դե բնականաբար այսպես մի թեթև կխառնենք։ Եթե ուզում եք մաղի միջոցով անցկացրեք, ես միշտ խորհուրդ եմ տալիս, որպեսզի ձեր խմորը հարուստ լինի թթվածնով եւ լավ ստացվի։ Այսպես կխառնենք, քանի որ ալյուրը քիչ է, մեզ օգնության է հասնում նուշի ալյուրը։ Նուշի ալյուրով ենք պատրաստում, որովհետև Ռաֆայելո է, ու գիտեք, որ Ռաֆայելոն իր հիմքը հենց նուշի ալյուրն է, հետաքրքիր բաղադրություն է ունենալու այս տորթը։ Այ տեսեք, այսպիսի տեսք պետք է ունենա, եթե զգաք ալյուրը քիչ է, շատ քիչ 20 գրամ կարող եք ավելացնել, որովհետև նուշի որակից ու տեսակից հնարավոր է մեկի մոտ մի քիչ թանձր, մի քիչ ավելի ջրիկ թվա խմորը։ Խմորը աչքաչափով երկու մասի եմ բաժանում, բարակ շերտեր են ստացվելու, բայց ես գերադասում եմ այսպես, թավայից չափը 30-40 սանտիմետր է։ Այսպես տարածում ենք, ջեռոցը միացնում ենք 180 աստիճան, շատ արագ թխվող շերտեր են լինելու, սիրելիներս զգույշ կլինեք, որպեսզի չվառեք։ Մոտավորապես 10-15 րոպեում շատ շուտ թխվելու է, ջեռոցը վերև ներքևը միացված, օդափոխիչը եթե միացրած լինի, ավելի արագ է թխելու, իմիջայլոց պետք է զգույշ լինեք։ Հիմա պատրաստում ենք Ռաֆայելոյի կրեմը, օգտագործելու ենք 300 մլ սերուցք, բարձր տոկոսանոց ընտրեք, 250 գրամ մասկարպոնե կամ սերուցքային որևէ տեսակի պանիր եւ 2 ճաշի գդալ սովորական խտացրած կաթ։ Ըստ ճաշակի կարող եք օգտագործել նաեւ վանիլին, բայց քանի որ կոկոսի քերուկ ենք օգտագործելու, ես վանիլին չեմ օգտագործի։ Մի քիչ որ ուզում եք պնդանալ սերուցքը, ավելացնում եմ խտացրած կաթը։ Խտացրած կաթը ուղղակի համի եւ քաղցրության համար է։ Շատ ու քիչը դուք որոշեք։ Ես այս չափաբաժնին 2 ճաշի գդալը միշտ համարել եմ բավարար։ Ավելացնում եմ մասկարպոնը։
Վերջ կրեմս պատրաստ է, տեսեք ինչ գեղեցիկ ձիգ կրեմ ենք ստացել։ Հիմա կրեմին պետք է ավելացնենք կոկոսի քերուկ։ Ես 250 գրամը կրճատել եմ, ընդամենը 100 գրամ եմ լցնելու, որովհետև արդեն աշխատանքային փորձս ցույց է տվել, որ շատ կոկոսի քերուկը հետո ժամանակի ընթացքում չորացնում է խմորեղենը։ Աչքաչափով եմ լցնում, մի քիչ էլ կպահեմ, երեսը զարդարելու համար է պետք գալու։ Մի լավ խառնուն, գիտի ինչ օնուշ է բուրում, չեք պատկերացնի, կրեմը կոկոսի քերուկով շատ համեղ է լինում։ Վերջ սիրելիներս, հիմա մի լավ կխառնեմ ու կսկսենք հավաքել տորթը։ 1/3 մասը կտրում ենք, որպեսզի ստացվի 3 շերտ, տեսեք նուրբ, այսպես, շատ չկարմերացրեք, այսպես, ինչպես որ ես եմ արել։ Հիմա յուրաքանչյուր շերտին կրեմը աչքաչափով 3 մասի բաժանեք ու քսում ենք կրեմը։ Սա էլ էսպես կլինի մեր երկրորդ շերտը։ Այսպես ենք անում երկրորդ շերտը, մի քիչ էլ կրեմ պահում ենք երրորդ շերտի համար։ Եվ վերջին շերտը օգտագործում ենք ամբողջ կրեմը։ Իմիջիայլոց շերտերը ժամանակի ընթացքում չորանում են, բայց հետո կրեմը քսելուց հետո մեկ օր պահեք կամ մի քանի ժամ պահեք, ինքը շատ փափուկ ու գեղեցիկ տորթ է ստացվելու։ Ուզում եմ ասեմ, որ հանկարծ չորանա չանհանգստանաք, նորմալ է, որովհետև նուշի ալյուրել ենք օգտագործում, այդպես է պետք է լինի։ Վերջում առատ կոկոսի քերուկ։ Բնականաբար, որովհետև Ռաֆայելոն հենց այդպես է պետք է լինի։ Հիմա այսպես ուղղակի ձևի համար մի քանի հատ Ռաֆայելոյով կզարդարեմ, բայց հետո կտրելուց ուրիշ ձևավորում կտանք։ Թողնում ենք սառնարանում, հաջորդ օրը արդեն կարող ենք ուտել։ Տեսակ սիրելիներս, ինչ արագ է պատրաստման եղանակը ու ինչքան հեշտ էր։ Ովքեր որ սիրում են Ռաֆայելո, ինչպես որ ես օրինակ 1 տուփ Ռաֆայելո կոնֆետը կարող եմ մի անգամից ուտեմ ու ծանրություն չզգամ։ Իմ համար շատ թեթև է, բայց ասեմ որ շատ բարձր կալորիականություն ունի, իր թեթևությանը մի նայեք։ Իհարկե սիրող մարդու համար ծանրություն չի զգացում, թեթև եք ուտում ու վերջ։ Ընտանիքիս անդամները նույնիսկ զարմանում էին, որ այս շոկոլադ կարող եմ 1 տուփը, սովորական փոքրիկ տուփը ուտեմ ու վերջացնեմ։ Այդպես էլ տորթն եմ սիրում, այնպես որ հաստատ ես մի լավ սուրճ կխմեմ, ընտանիքիս անդամների հետ կվայելեմ այս համեղ տորթը, իսկ ձեզ մնում է պատրաստեք, դուք էլ վայելեք, ինձ էլ կհիշեք, չմոռանաք, սիրելիներս տեսեք։ Նուրբ, գեղեցիկ, ես այս տորթը անվանում եմ նուրբ տորթ ավելի շուտ, որովհետև իրականում ինքը սպիտակ է, նուրբ է, փոքրիկ աղջնակի է ավելի շուտ հիշեցնում, ես այսպիսի տորթերը անվանում եմ ավելի շատ նրբություններ, այնպես որ պատրաստեք սիրելիներս, հիմա ես ձեզ կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին ինչպես միշտ համեղ բաղադրատոմսով, Իրայի խոհանոցում։ Ինչ փոքրիկ է, հրաշք է սիրելիներս։